Ինչ են գրում թերթերը։ Որտեղ է ճշմարտությունը։ Մենք ներկայացնում ենք և վերլուծում։ Դուք տալիս եք ձեր գնահատականը։ Մամուլի տեսություն կամ մամուլի մոնիթորինգ։ Օրբա հանրապետական մամուլի տեսությունն է Արմ ռադիոյի եթերում։ Այսօրվա մամուլը անդրադարձել է երկրի ներսում և նրա սահմաններից դուրս կատարվող իրադարձությունների զարգացումներին, որոնցից ամենաուշագրավներին էլ կանդրադառնամ։ Ազգային ժողովի ապրիլի 10-ին նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Ժամը 12-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին։ Պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում ևս քվորում չապահովվեց։ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստը հայտարարել է չկայացած։ Այսօր առավոտյան քաղաքագետների միության դահլիճում հավաքվելու էին այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք ապրիլի 4-ին ստորագրեցին ընտրությունների վերահսկողության ընտրական շտաբ ձևավորելու մասին հռչակագիրը։ Քաղաքագետների միությունը այդ հռչակագրին միանալու առաջարկ էր ուղարկել նաև մյուս 5 քաղաքական ուժերին, որոնք ևս մասնակցում էին մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններին։ Միությունը խնդրել էր, որ հռչակագրին միանալու ցանկություն ունեցողները մինչև ապրիլի 10-ը իրենց ցանկության մասին հայտնեն քաղաքագետների միությանը, որպեսզի շտաբի նիստին մասնակցելու հրավեր ուղարկվի։ Թեմային անդրադառնալով Հայկական ժամանակը գրում է. Երեք քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ասել է, որ որևէ ուժ շտաբին միանալու ցանկություն չի հայտնել։ Ինչպես հայտնի է, հռչակագրի տակ ստորագրել էին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, Ժառանգության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը։ Բարբերականը հաղորդում է, որ այսօր կայանալիք նիստում քննարկվելու են շտաբի կառուցվածքը եւ գործունեության մեխանիզմները։ Երեք հերթական ապացույցն է արձանագրվել, ըստ որի ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, որ անդամագրվել էր Ազատ դեմոկրատներին, խզում է հարաբերությունները այդ կուսակցության եւ Ժառանգության հետ։ Հայկական ժամանակը գրում է. Ժառանգության եւ Ազատ դեմոկրատների միասնական ցուցակից ինքնաբացարկ են հայտնել Զուրաբյանի երկու մերձավորագույն մարդիկ 51-րդ հորիզոնականում գրանցված Երվանդ Զուրաբյանը եւ 71-րդում գրանցված Դավիթ Արաքելյանը։ Նրանց գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել։ Նոր Հաչնում կայացած հանդիպման ժամանակ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է. «Ես ավելորդ բան չեմ ասելու եմ այն, ինչն անելու ենք։ Ես էլ եմ նայում քարոզարշավը, հեքիաթը շատ է»։ Առավոտը պարոն Ծառուկյանից հետաքրքրվել է, թե իր դիտարկումով հատկապես որ կուսակցությունն է ամենաշատ հեքիաթն օգտագործում իր քարոզարշավում։ Ինչին ի պատասխան վերջինս ասել է. «Մեջբերեմ. Դա բոլորին է վերաբերում, իրենք թող ուշադիր լինեն, դրա գնահատականը ժողովուրդը պետք է տա», ասել է պարոն Ծառուկյանը, հավելելով, որ ԲՀԿ-ն իր քարոզարշավում անգամ չի ասում, որ իրեն ձայն տան։ Ասում եմ նայեք, ում կնախընտրեք, նրան էլ ձայն տվեք, որևէ մեկը նման քարոզարշավ անցկացնում է, բոլորը կուրծք են ծեծում։ Շարունակելով քարոզարշավի թեման առավոտը գրում է. նախագահը բնապահպանների դաշնակից։ Էրեբունի համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է, որ տնտեսական շահը այլևս չի գերադասվելու Երևանի դիմագծից։ Մեջբերեմ. Մենք օրենքով բացառելու ենք Երևանի կենտրոնի որևէ կառուցապատում, եթե այն չի պատշաճում մայրաքաղաքի ճարտարապետությանը։ Այսօր ակնհայտ է, որ կա հասարակական լուրջ պահանջարկ եւ նույնիսկ պայքար այս հարցում։ Այստեղ մենք դաշնակիցներ ենք մի քանի տարի եւ Երևանում վերջնականապես կհաղթանակի մայրաքաղաքի դիմագիծը պահելու առաջնահերթությունը, ասել է Սերժ Սարգսյանը։ Հայ ազգային կոնգրեսը 3 ապարանից է սկսել իր նախընտրական քարոզարշավը։ Ապարանից հետո նրանք մտել են Ուշի, Օհանավան, Կարպի, հանրահավաքարել նաև Աշտարակում, տեղեկացնում է Հայկական ժամանակը։ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում ասել է. «Վիճակը շտկելու բանալին ժողովրդի ձեռքում է, որից ոչ մի հերոսություն չի պահանջվում, ընդամենը պահանջվում է ընտրությունների օրը գնալ տեղամասեր եւ քվեարկել խղճի մտոք»։ Մեջբերեմ. Եվ ես հավատում եմ, որ մենք փոխելու ենք 1 տարի հետո էլ տեղի են ունենալու նախագահական ընտրություններ եւ այս մղձավանջից Հայաստանը պետք է կարողանա դուրս գալ։ Քարոզարշավի թեմային է անդրադարձել Հայոց Աշխարհը, գրելով. ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը կանխատեսել է, որ իր կուսակցությունը ընտրությունների արդյունքում կկրկնապատկի ներկայությունը հաջորդ խորհրդարանում։ Ես այսօր տեսնում եմ այդ ռեսուրսը եւ այն գրագետ քարոզարշավը, որը անցկացնում է պարոն Բաղդասարյանը, նշել է Հեղինե Բիշարյանը։ Վերջինիս խոսքով անցած տարիները ցույց տվեցին, որ կոալիցիան արդյունավետ է գործել, ուստի այս ընտրություններից հետո էլ ՕԵԿ-ը համաձայնելու է անդամակցել նոր կոալիցիային։
Այս տարի լրանում է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության 10-ամյա ժամկետը։ Բաքուն վարձակալության դիմաց ներկայիս 7 միլիոնի փոխարեն պահանջում է տարեկան 3000 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը ռուսական կողմը անընդունելի է համարում։ Օրեր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը իր տարածքը կարող է տրամադրել Ռուսաստանին Գաբալային փոխարինող ռադիոլոկացիոն կայան կառուցելու համար։ Հայկական ժամանակը գրում է, Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետի երկարաձգումից եւ համանման կայան կառուցել Հայաստանում։ Մեջբերեմ։ Այս մասին երեկ գրել է ավստրալիական Der Standard օրաթերթը, ըստ պարբերականի դա թույլ կտա ռադիոլոկացիոն կայանը ավելի մոտեցնել ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիային, որի Մալաթիա քաղաքում բոլորովին վերջերս դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղակայվել։ Այդպիսով, ըստ պարբերականի կարելի է մեծացնել Հայաստանի ռազմավարական նշանակությունը, որը փաստացի մեկուսացված է։ Հզորացող Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում Ռուսաստանը կարող է անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ապահովել Հայաստանին, գրում է հեղինակը, ապա շարունակում. ամեն դեպքում չի կարելի ամբողջովին վստահ լինել, որ Ռուսաստանը պատերազմի դեպքում հանդես կգա միայն Հայաստանի կողմում, ավելի հավանական է, որ հակամարտության դեպքում Ռուսաստանը երկուսին էլ Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղություն պարտադրի։ Իլհամ Ալիևը օրերս Բուդապեշտ էր գործուղել իր աշխատակազմում տեղեկատվության եւ քարոզչության հարցերով պատասխանատու Էլնուր Ասլանովին, որպեսզի վերջինս անցկացնի «Ես երիտասարդ դեսպան եմ» խորհրդաժողովը։ Վերադառնալով Բաքու, Ասլանովը հարկ է համարել բացատրել, թե ինչ նպատակով էր գումարվել միջազգային խորհրդաժողովը։ Պարզվում է, որ երիտասարդներ ուղարկելով արտասահման Ադրբեջանի իշխող վարչախումբը նրանցից ոչ թե գիտելիքներ եւ ապագա մասնագիտական գործունեություն, այլ ընդհանրապես քարոզչական աշխատանք է ակնկալում։ Ազգորաթերթը գրում է. Էլնուր Ասլանովը ասել է, որ Բուդապեշտի միջոցառումը նվիրված է եղել բացառապես Ղարաբաղյան խնդրին, իսկ գլխավոր պահանջը, որ նա Իլհամ Ալիևի անունից փոխանցել է ադրբեջանցի ուսանողներին, այն է, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինչ կարող է անել ինքը Լեռնային Ղարաբաղի ազատագրման համար։ Տեսնում եք, եվրոպական երկրում կրթություն ստանալու անվան տակ գործուղված երիտասարդներից իշխանությունը պահանջում է զորուգիշեր մտածել Լեռնային Ղարաբաղի ազատագրման մասին։ Եվ քանի որ կարիք կա միջազգային հանրությանը ներկայացնելու ճշմարտությունը, Ասլանովը ադրբեջանցի ուսանողներին հորդորել է հաշվի առնել ամեն մի երկրի առանձնահատկությունները եւ ըստ այդմ լոբիստական աշխատանք ծավալել։ Ադրբեջանում ահա ծրագրել են պատրաստել քարոզչական ճակատի կամիկաձեներ, երիտասարդներ, որոնք Բաքվից ստացված հրահանգի համաձայն կարող են եվրոպական երկրների մայրաքաղաքներում ցույցեր, պիկետներ անել, գոռալ, բղավել, կուրծք ծեծել։ Ստամբուլի 15-րդ դատարանը ազատ է արձակել թուրք հայտնի մտավորական եւ հրատարակիչ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող պատմաբան Ռաղըբ Զարաքոլուին։ Նրա նկատմամբ պահանջվում էր 8-ից 10 տարվա ազատազրկում։ Ազգը տեղեկացնում է, որ թուրք իրավապաշտպանը նախապես բազմիցս դատական հետապնդումների է ենթարկվել, հատկապես հայկական գործերով։ Կոոպերատիվների տերերը ընդդեմ Հեղինե Նաղդալյանի ամուսնու, նրանք պնդում են, որ ազգային ժողովի պատգամավորի ամուսինը իրենցից 14 բնակարան է տոկոսով գրավ վերցրել մեծ գումարների դիմաց։ Այս օրերին Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննարկվում է Նորաշեն 2007 կոոպերատիվից ուժած քաղաքացիների գործը։ Սա այն կոոպերատիվն է, որի տերերը բնակարան հատուցելու դիմաց հարյուրավոր քաղաքացիներից հավաքել էին հազարավոր դոլարներ եւ անհետացել։ Բնակիչները պարզել էին, որ իրենց բնակարանները խոշոր գումարների դիմաց գրավ են դրված մի շարք ֆիզիկական անձանց մոտ։ Այդ բնակարաններից Հեղինե Նաղդալյանի ընտանիքին բաժին էր ընկել 14 բնակարան։ Առավոտ օրաթերթը թեմային անդրադառնալով գրում է. Որքան էլ գործը վարող Մարմինը հատուկ քննչական ծառայությունը ջանքեր գործադրեց ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնուն Դավիթ Բեգլարյանին, որը Էջմիածնի հարկային նախկին պետն էր, գործից մաքուր հանել, այնուամենայնիվ դատարանում ցուցմունք տվող մեղադրյալներ Արմեն Թադևոսյանն ու Լուսաբեկ Սամվելյանը, որոնք հանդիսանում են կոոպերատիվի տերերը, արդեն երկրորդ անգամ է պնդում են Բեգլարյանի նրանց տոկոսով գումար տալու մասին։ Տուժող ճանաչված մյուս բնակիչներին կլսեն հաջորդ նիստերի ընթացքում։ Այս գործով մեղադրող դատախազը Հարություն Հարությունյանն է։ Բնակիչները մեծ զրույցում մտահոգություն հայտնեցին, որ պարոն Հարությունյանը կողմնապահություն է անում հօգուտ ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու, եւ նախորդ նիստին պարզապես մի տեսակ է եղել, երբ կոոպերատիվի տերերը դատարանում պնդել են իրենց նախաքննական ցուցմունքները Դավիթ Բեգլարյանի մասով։
Առավոտը երեկ տեղեկացրել էր, որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զորյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժ առանց նախարարության թույլտվության Հայաստանից բացակայելու համար։ Մեկնաբանելով այդ հրամանը Զորյանն ասել է, թե ղեկավարվում է նախարարի մասին կամ լավը կամ ոչինչ սկզբունքով։ Կրթության և գիտության նախարարությունը առավոտին է տրամադրել որոշ փաստաթղթեր և Զորյան-Աշոտյան նամակագրական երկխոսությունը։ Թերթը գրում է. Մասնավորապես մարտի 14-ի նամակով Սուրեն Զորյանը կրթության և գիտության նախարարից թույլտվություն է խնդրել մարտի 19-ից 23-ը մասնակցելու տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի հերթական 41-րդ նիստին։ Նույն գրության մեջ նշված է, թե իր բացակայության ընթացքում ռեկտորի պարտականությունները կդրվեն պրոռեկտոր Գաբրիել Բալայանի վրա։ Մարտի 15-ին Զորյանին հասցեագրված նամակով նախարարը ծանուցել է, որ կրթության և գիտության նախարարությունը քննարկել է հարցը ու նպատակահարմար չի գտել ռեկտորի մասնակցությունը վերոնշյալ նիստին։ Արդեն մարտի 22-ին պարոն Զորյանին ուղղված նամակում Արմեն Աշոտյանը գրել է. Ստեղծված հանձնաժողովը մարտի 20-ից ուսումնասիրություններ է սկսել Երևանի Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում։ Հանձնաժողովի անդամներին ընդունել է բուհի պրոռեկտոր Բալայանը եւ տեղեկացրել, որ դուք բացակայում եք։ Խնդրում եմ տալ բացատրություն ձեր բացակայության մասին։ Ամեն դեպքում նախարարը անդրդվելի է վկայակոչելով օրենքների եւ իրավական ակտերի մի շարք դրույթներ, գտնում է, որ ռեկտորը չի կատարել վերադասի հանձնարարականը, իր մեղքով աշխատանքային պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, հետեւաբար վաստակել է կարգապահական տույժը։ Թեմային անդրադարձել է նաև Հայաց Կորաթերթը, տեղեկացնելով, որ կրթության և գիտության նախարարությունը լուրջ խախտումներ է հայտնաբերել Երևանի Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եւ առաջիկայում հրապարակելու է դրանք։ Արմեն Աշոտյանը նշել է, որ ստուգումները տեղի են ունեցել նախքան համալսարանի ռեկտոր Սուրեն Զորյանի խիստ նկատողություն հայտնելը։ Մտավորականը պետք է լինի իշխանության կողքին, բայց ոչ իշխանության մեջ։ Մտավորականությունը չպետք է ցեղոտվի քաղաքականության թոհոբոհում։ Երեք լրագրողների հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Կարին ազգագրական անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Կինոսյանը։ Մտավորականությանը կոչ անելով վեր կանգնել քաղաքական գործընթացներից։ Նրա խոսքերով այսօր շատ լուրջ մտավորականներ այս կամ այն քաղաքական ճամբարներից են, գրում է Հայաց Կորաթերթը։ Miss Հայաստան 2012-ի անունը հայտնի է։ Երևանում հնգամյա ընդմիջումից հետո կայացած Miss Հայաստան 2012 մրցույթի ժամանակ հայտնի է դարձել հաղթող գեղեցկուհու անունը երևանցի Աննա Արաքելյանը, որպես մրցանակ իրավունք ստացավ Miss Աշխարհ մրցույթում ներկայացնելու Հայաստանը։ Հայաստանն առաջին անգամ է ներկայացված լինելու այդ հեղինակավոր ստուգատեսում, գրում է Հայաստանի Հանրապետությունը։ Ապրիլի 14-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի օր։ Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին հանձնել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը։ Բացի կազմակերպված ծառատունկից, որը իրականացվելու է առանձնացված որոշակի վայրերում, բնապահպանության վարչությունը նաեւ բակերին է ծառերի տնկիներ հատկացնելու, որպեսզի բնակիչները եւս հնարավորություն ունենան իրենց բակերում ծառատունկ իրականացնել, հաղորդում է Հայաստանի Հանրապետությունը։ Օրվա մամուլի հրապարակումների մասին այս ժամի համար այսքանը։ Ինչ են գրում թերթերը։ Որտեղ է ճշմարտությունը։ Մենք ներկայացնում ենք եւ վերլուծում։ Դուք տալիս եք ձեր գնահատականը։ Մամուլի տեսություն կամ մամուլի մոնիթորինգ։